Մինչ հայկական վերածնունդ եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունները սպասում են վարչական դատարանի որոշմանը, Գյումրու ավականու մանդատների բաշխումը չընդունող եւս մեկ կուսակցություն Գալան 2 օր առաջ առանձին հայց է ներկայացրել դատարան, նույնպես պահանջելով անվավեր ճանաչել ընտրական հանձնաժողովի որոշումը։ Կուսակցության ավականու անդամության թեկնածու Արմենուհի Վարդանյանն ասաց, մեկական մանդատից զրկված հայկական վերածնունդ եւ Բարգավաճ Հայաստանի հետ չեն դիմել դատարան մտավախություն ունենալով, որ դատարանն իրենց չի դիտարկի պատշաճ հայցվոր, սակայն իրենք եւս վստահ են, օրենքը կամայական է մեկնաբանվել։ Իրենք են գրել, իրենք էլ փորձում են իրենց հարմար, իրենց հակով մեկնաբանել, որպեսզի ունենան այն, ինչ ունեն այսօր։ Երկու քաղաքներում ունենան իշխանության ներկայացուցիչ քաղաքապետ, ով խորհրդարանական ընտրությունների շեմին կկարողանա ապահովել հանրապետական կուսակցության վերարտադրությունը։ Սա է եղել գլխավոր խնդիրը։ Մինչև դատական ատյանների վերջնական դիրքորոշումը, 3 ընդդիմադիր կուսակցությունները կբոյկոտեն ավականու նիստերը։ Գալա կուսակցությունից ավականու անդամի թեկնածու Էդուարդ Մխիթարյանն ասում է, սպառելու են ներպետական հնարավոր բոլոր ատյանները։ Որոշումը ուժի մեջ թողնելու դեպքում դիմելու ենք սահմանադրական դատարան, դրանից հետո մենք հանդես կգանք թերևս նոր հայտարարությամբ, միգուցե նաև դիմենք միջազգային դատական ատյանների։ Թե երբ դատարանը կսկսի քննել Գալա կուսակցության ներկայացրած հայցը դեռ հայտնի չէ։ 3 սակայն դատարանը սկսեց եւ մինչեւ ուշ երեկո ավարտեց հայկական վերածնունդ եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունների հայցի քննությունը թիվ 34 ընտրական հանձնաժողովի որոշումը անվավեր ճանաչելու մասին։ Դատարանի որոշումը կհրապարակվի հոկտեմբերի 18-ին։ Կուսակցությունները պնդում են, որ զրկվել են իրենց մանդատներից։ Հանձնաժողովը կամայականորեն է կիրառել օրենքը իրենց 2 մանդատները որպես մեծամասնության բոնուս տալով Բալասանյան դաշինքին։ Հայկական վերածնունդի ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանն ասաց, պետք է վերադարձնել մանդատների նախնական բաշխումը։ Բալասանյան դաշինքին 15 մանդատ, Բարգավաճ Հայաստան կուսակցությանը 9 մանդատ, Գաղափարագից լիբերալների Ալյանս կուսակցությանը 4 մանդատ, Հայկական վերածնունդ կուսակցությանը 5 մանդատ։ Դրանով իսկ հնարավորություն կընձեռվեր, որբիսի իրոք քաղաքական երեք ուժերը ստանային իրենց հասանելիք մանդատները, որոնք ամբողջական կլինեին եւ բնականաբար կմասնակցեին Գյումրի քաղաքի տեղական ինքնակառավարմանը եւ իրենց փակ գաղտնի քվեարկությամբ կընտրեին քաղաքապետ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Նունե Հովհաննիսյանը սակայն հակադարձեց, որևէ որոշում չկա մանդատների բաշխման այն պատկերով, որը ներկայացնում է Մարգարյանը։ Դա ընդամենը միջանկյալ քայլ է եղել, որից հետո հանձնաժողովը կատարել է օրենքով սահմանված մյուս քայլերն ու որպես մեծամասնություն Բալասանյան դաշինքին լրացուցիչ մանդատներ տվել։ Ինչ որ մի բան վերցնելու համար պետք է դատար սկզբից, հետո նոր դա վերցնել։ Ուրեմն ոչ մեկին ոչ մի բան չի տրվել եւ ոչ մեկից ոչինչ չի վերցրել։ Ընդամենը օրենսդրի պահանջները հերթականությամբ պատասխանող հանձնաժողովը կատարել է, ինչի համար լիազորված է թե սահմանադրությամբ, թե ընտրական օրենսգրքով։ Հովհաննես Մարգարյանը սակայն տարակուսեց, ինչպես է ստացվում, որ գյումրեցիների քվեների 40%-ից ավելին ստացած ընդդիմադիր ուժերը չեն կարողանում քաղաքապետ ընտրել, մինչդեռ 34%-ի քվեները ստացած ուժը սեփական թեկնածուին է հանձնում քաղաքի ղեկավարությունը։ Սա ըստ Մարգարյանի վտանգում է ժողովրդավարությունը եւ հակասում է սահմանադրությանը։ 2/3 քվեարկողների չեն ուզում, որ իրենց տեղական ինքնակառավարման մարմինները ղեկավարեն այն քաղաքական ուժը, այն թեկնածուները, ովքեր ստացել են 1/3 ձայն, ինձ թվում է սա լուրջ մտահոգության տեղիք է տալիս։ Դատարանում Բալասանյան դաշինքը ներկայացնող Վաղարշակ Մխիթարյանը հակադարձեց։ Եվ ես հաստատ համոզված եմ, որ այդ մյուս կուսակցությունները եւ թե ընտրություններին չմասնակցեն, իրենց քվեն կդային Բալասանյան դաշինքին։ Եվ այստեղ պետք չէ ներկայացնել, որ բոլորը դեմ են եղել, այդպես չէ։ Չէ, որովհետև թույլ ըմբռնում են ներկայացնում, որ բոլորը դեմ են քվեարկել, այդպես դեմ չէ։ Հենց դատարանի դահլիճում մանդատների բաշխումը անվավեր ճանաչելու մասին պահանջը համալրվեց եւս մեկ հիմքով։ Այն հոդվածը, որով ինքը մանդատների բաշխում կատարի հաշվարկի եւ այլն, դա պետք է ուժի մեջ մտնի 2017 թվականի սեպտեմբերից։ Թիվ 34 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Էդուարդ Բաղրամյանն ասաց, իրենք օրենքին են հետևել։ Մեր գործի մեջ մենք ամեն ինչ նորմալ ենք արել, կազմակերպվել է այն ճիշտ, օրենքին սահմաններում, ընտրական օրենսգրքի բոլոր դրույթներին հավապատասխան։ Բայց այդ դրույթը ուժի մեջ չէ, նշեցին անցումային դրույթներով միայն 10։ Գիտեք ինչ, բոլորը ունեն իրենց կարծիքը, օրենքը քննարկման ենթակա չէ, ընդամենը դա կատարման համար է։